Արցախը Հայաստան է, պարոն Փաշինյան, գիտեք։ Ինչ Ես ասած Ղարաբաղյան շարժումը շարունակվում է, որովհետև դուք 2022 թվականի հոկտեմբերի 6-ին գնացիք եւ հայտարարեցիք, որ Արցախը Ադրբեջանի տարածքային մաս է կազմում եւ դուք դրանով դավաճանեցիք Արցախի ժողովրդին։ Ես ձեր պատճառով 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախում տեղի ունեցավ 1 օրյա պատերազմ Եվ որի պատճառով Արցախի մեր հայրենակիցները ստիպված եղան լքելու Արցախը, որի պատճառը դուք եք։ 2018 թվականին դուք հայտարարեցիք, որ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Խաբեցիք ինձ եւ իմ նման հազարավոր մարդկանց, ովքեր եկել էին, դուրս էին եկել Սերժ Սարգսյանին ուղղակի իշխանությունից հեռացնելու համար։ Իսկ դուք խաբել եք ինձ։ Ավարտեցիք։ Չեմ ավարտել։ Բա ինչքան եք Դուք դեռ խաբել եք ինձ։ 2022 թվականի սեպտեմբերի 18-ից Նկատի ունեմ, ես հնարավորություն ունենալու եմ Դուք արտակարգ։ ունենալու եք հնարավորություն, պարոն Փաշինյան։ Դե ասեք, ես։ Դուք 2022 թվականին հրահրեցիք ձեր պատճառով հենց հիմա Ադրբեջանի զինված ուժերը նստած է Սև լճում եւ նստած է Վարդենիսում։ Դրա պատճառը էլի դուք եք։ Դուք դավաճանել եք Հայաստանի ժողովրդին, դուք դավաճանել եք 100,000-ներով դուրս եկած մարդկանց, ովքեր հավատացին, որ դուք իրոք իշխանափոխություն եք անելու եւ Արցախը պահելու եք։ Դուք Արցախը վաճառել եք։ Ավարտեցիք։ Ավարտեցիք։ Ուրեմն մեր կառավարությունը Ղարաբաղի համար արել է ամեն հնարավորը։ 2023 թվականին, երբ որ 2022 թվականին եւ 23 թվականին, երբ որ իշխանափոխություն էին անում Ղարաբաղին եւ ասում էին, որ հիմա տեսեք ինչ են կանելու։ Ես նախորդ օրը ազգային ժողովում եմ դրան անդրադարձել։ Բատոնում էին իշխանափոխությունը այդ մարդիկ։ Մենք Ղարաբաղի մեր գործընկերներին ցույց ենք տվել ճանապարհը եւ նույնիսկ որոշակի այս ասեմ բանակցային սեղանի շուրջ նստելու եւ այնպես անելու, որ մարդիկ մի րոպե ներողություն։ Պարոն Փաշինյան, դուք հիմա ապատեղեկատվություն եք տարածում։ Դուք 2021 թվականին գալով իշխանության, ձեր ընտրական, երբ որ 21 թվականին ընտրություն է եղել, դուք ձեր ընտրական ծրագրում մի րոպե ներկայացրել եք, որ դուք Ղարաբաղի անվտանգության երաշխավորն եք։ Դուք ձեր խոսքը չեք կատարել։ Ու հիմա ասում եք պատերազմ եք։ Դուք սխալվում եք։ Մի րոպե, հանգիստ։ Լռեք, ես ինքս ոտքեր ունեմ եւ կարգ ունեմ ի տարբերություն ձեզ։